Օրհնյալ է Քրիստոսի ծնունդը, սիրելիներ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Մենք ուրախանում ենք այդ ծնունդով։ Եվ ովքեր են ուրախանում, ովքեր որ սպասում են, ովքեր որ որոշակի հավատքի ճանապարհ անցնելով հասկացել են, թե ինչ է բերել Քրիստոսի ծնունդը մեր կյանքի մեջ, սիրելիներ, այսօր աշխարհն է միմյանց ողջունում է, ասում է Քրիստոս ծնավ, հայտնվեցավ եւ ուրախանում են մարդիկ, բայց երանի նրանց, ովքեր ընդունելով են ուրախանում, ընդունելով, ոչ թե մենակ ասում ենք լավ է Քրիստոսը ծնավ, դա ուրախություն է, գիտենք, բայց երան նրանց, ովքեր ընդունելով են ուրախանում։ Ես մի տեղ եմ ուզում ավետարանից կարդամ, հետո մի փոքր շարունակել միտքս, Հովանու ավետարան 8-րդ գլխի մեջ 56-րդ խոսքը ասում է. Աբրահամ ձեր հայրը ցանկացավ, որ իմ օրը տեսնե, եւ տեսավ եւ ուրախացավ էլ։ Տեսեք, վերևում, երբ որ Տերը խոսում էր, հայրաները ասում են, որ Աբրահամ իրանց հայրն է, եւ Տերը, որ խոսում է, իրան հարցնում էին, տեսեք, ասում է Աբրահամը մեռավ, մարգարեները, դու ասում ես, եթե մեկը իմ խոսքը պահե, մաչի ճաշակի լավիցյան, միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Աբրահամը, որ մեռավ, մարգարեներն էլ մեռան, դու քեզ ով ես անում, հարցնում էին, Հիսուս պատասխանեց, եթե ես իմ անձը փառավորեմ, իմ փառքը ոչինչ է, հայրն է ինձ փառավորողը, որի համար դուք ասում եք, ձեր Աստվածն է, եւ դուք ճանաչում եք նրան, բայց ես գիտեմ նրան, եւ եթե ասեմ, թե ես չգիտեմ նրան, ձեզ նման ստախոս կլինեմ, բայց ես գիտեմ նրան, նրա խոսքը պահում է, եւ օրինակ էր բերում, ասում էր Աբրահամ, ձեր հայրը ցանկացավ, որ իմ օրը տեսնե։ Հիմա սիրելիներ, Քրիստոսի օրը ո՞րն էր, եւ ինչպես տեսավ Աբրահամը։ Ես մի փոքր կուզեմ հետ դառնանք Ծննդոց 12-րդ գլուխ, որտեղից ասենք սկսվում է Աբրահամի մասին պատմությունը եւ այնտեղ ասում է, որ Եհովան ասեց Աբրահամին, գիտենք այս պատմությունները, ուղղակի մի փոքր ակնարկ անենք, հետ դառնանք, թե տեսնենք, թե Աբրահամը ինչ ճանապարհ է անցել։ Այստեղ Աբրահամը գրված է պատգամ առավասուց եւ Տերը խոսած, Աստված խոսած իրան ասեց. գնա քո երկրից, քո ազգականներից, քո տնից այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։ Եվ շարունակությունն ասում է Աբրահամը գնաց, ինչպես որ Եհովան նրան ասել էր։ Սիրելիներ, Աստծուց պատգամ եղավ Աբրահամին եւ Աբրահամը լսեց այդ խոսքը, հնազանդեց այդ խոսքին ու դուրս եկավ գնաց։ Ինքը չգիտեր ուր է գնում, որտեղ ավետարան այդպես ասում է, չգիտեր ուր է գնում, բայց ինքը Աստծո խոսքը առավ իր մեջ, հավատաց այդ խոսքին, ու սա հավատքի սկիզբ եղավ Աբրահամի համար, Աբրահամի կյանքի մեջ։ Ու հետո մենք գիտենք, այն ճանապարհը, կուզեմ մի կարճ հիշենք, ինչ ճանապարհով անցավ Աբրահամը։ Եվ ինքը երբ որ դուրս եկավ 75 տարեկան էր, հետո ինքը պատգամ առավ, որ զավակ պետք է ունենա, Աստված իրան խոսած, ասեց, որ քեզի այդ հավիտենական ուխտ պետք է տնեմ, քո զավակը պիտի ժառանգե, եւ ասեն, որ Աբրահամը ուր գնում էր, սեղան էր շինում Աստծո համար։ Այսինքն Աբրահամի սրտի մեջ, կյանքի մեջ արդեն ձևավորվել էր հավատքի ընթացքը, կապը Աստծո հետ, ուր գնում էր այդ որոմունքը, Տիրոջ երեսը խնդրել է, չէր դադարում։ Իրա մեջ հավատքն էր բարձրանում, քույրեր եղբայրներ ջան։ Ճիշտ է, եղավ մի պահ եւ այդ խոսմունքի վերաբերյալ, որ երբ որ Աստծո խոսքը նորից կրկնվեց, տեսեք 15-րդ գլխից այսպես ասում, այս բաներից հետո տեսիլքում Եհովան նորից խոսեց Աբրահամի հետ, մի վախենա Աբրահամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է։ Անընդհատ Աստծո խոսքը լինում էր իրան, ինչի համար եմ ասում, քույրեր եղբայրներ, եւ ինքը սպասում էր այդ խոսքին, եւ ինքը հավատքով ընդունել էր, եւ իր կապը Աստծո հետ ամուր էր։ Այսօր մենք ինչ ճանապարհ ենք անցնում։ Ինչ հավատքի մեր կապը նմանապես Աբրահամ ձեր հայրը ասում է, հավատքի հայր կոչվեց, չէ՞։ Մեր կապն էլ է Աստծո հետ այդպես ամուր։ Մենք էլ անցնում ենք ճանապարհը, մենք էլ այն խոսքը, որ մեզ եղել է վեր կաց գնա
քո ժողովրդից, այդպես մենք արել ենք, մենք շարունակում ենք, որ մեր հավատքը նորից հաստատվի Աստծո խոսքի վրա, կատարելագործվի, ձևավորվի, հիմնավորվի Աստծո խոսքով։ Աբրահամը անընդհատ կապի մեջ էր Աստծո հետ, սիրելիներ։ Սա մեզ օրինակ է, գիտեք, որ մենք էլ այդ կապի միջոցով ու շարունակության մեջ, տեսեք, մի բան եկավ, երբ որ ինքը ասում էր, ով Տեր Եհովա, ինձ ինչ ես տալիս։ Ճանապարհ էր անցել, ակնկալիք ուներ, սպասելիք ուներ, բայց վերջապես իր աներսը կարծես արդեն այդ սպասումից չէր գտնում ելքը, ու ասում էր, ինձ ինչ ես տալիս։ Քանի որ առանց զավակի է մնացել, սա Աբրահամն ուզում էր զավակ ունենալ։ Եվ խոստմունքը նորից կրկնվեց, ասում է, եւ նա դուրս հանեց նրան, ասեց, դեպի երկինքը մտի կարա, աստղերը համարիր։ Ծննդոց 15-րդ գլխից եմ կարդում, եթե կարող ես նրանց համարել, ասես նրան, այսպես կլինի քո սերունդը։ Եվ այստեղ մի խոսք է գրված կարևոր, ասում է, նա հավատաց Եհովային եւ նա նրա համար արտարություն համարեց։ Տեսեք, Աբրահամը հավատքով էր քնում, սիրելիներ։ Ու հետո զավակ ծնվեց, Իսմայելը ծնվեց, Իսահակը ծնվեց, խոստացյալ զավակը, եւ անցավ որոշակի ժամանակ Իսահակի պատանեկության տարիների մեջ էր Տերը Աստված խոսած ասես տար միակ զավակիդ ողջակես արա։ Հիմա եթե Աբրահամի հավատքը բարձրացած չներ, Աբրահամը խոնարհված չլիներ, չվստահեր Աստծո խոսքին, կարող էր իր զավակին զոհ մատուցանել, ոչ սիրելիներ։ Եվ ինչպես տեսավ ինքը Քրիստոսի օրը, ինչպես էր պատկերացնում, ինչպես էր հասկանում, ինչպես էր հավատքով ընդունում, սիրելիներ, տեսեք ինքը հասկացել էր, առել էր իր մեջ, որ այդ օրը լինելու է, խոստացյալ զավակ պիտի ծնվի, եւ նա օրինակ եղավ, երբ որ իր զավակին զոհի համար հանեց ողջակեզի սեղանին, Աստված խնայեց նրան։ Իսահակի փոխանեն գառը տվավ։ Սա էլ իր խորհուրդն ուներ։ Հետո խոստմունքների մեջ տեսնում ենք, որ հավիտենական ուխտ է տնում Եհովա Աստված Աբրահամի հետ։ Աբրահամը հասկանում էր այդ օրը, սիրելիներ, որ փրկիչը պիտի գա, որով ամենը պիտի տրվի, որով փրկության ճանապարհը պիտի բացվի։ Այսօր մենք ուրախանում ենք, բայց Քրիստոսի օրը հասկանում ենք ինչ է։ Ինչ կարևոր խորհուրդ կա իր մեջ, Քրիստոսի օրվա խորհրդի մեջ։ Ինչ արեց Քրիստոսի գալուստը, ինչ բերեց Քրիստոսը իր ծնունդով։ Նախ ասեմ, որ շատ մարգարեություններ կար, կարելի ասել ամբողջ Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ վկայում է Քրիստոսի մասին, սիրելիներ։ Սկզբից մինչև վերջ նրա մասին է խոսվում։ Եվ տեսեք, միտեղ էլ կար Ծննդոց գրքի մեջ 14-րդ գլուխ 18 համարը, երբ որ Աբրահամը այդպես գնաց պատերազմից Ղովտին տարել էին, ինքը գնաց հետ վերադարձրած շատ բաներ ստացվածքով, ասում է Սոդոմի թագավորը դիմավորեց նրան եւ որ հետ եկավ։ Երբ որ նա Քոդողագոմորի նրա հետ լինող թագավորների կոտորուց հետ էր տարել դեպի Շավե ծորը, այսինքն թագավորի ծորը, Սաղեմի թագավոր Մելքիսեդեկը հաց ու գինի դուրս բերեց։ Սա էլ իր մեծ խորհուրդ ունի, չէ՞։ Այսօր մենք անդամները գիտենք Քրիստոսի մարմնի խորհուրդներ։ Շատ բաներ էր արել Աբրահամը եւ ինքը հասկանում էր եւ ինքը պատրաստ էր իր սրտի մեջ այդ փնտրտուկը կար Քրիստոսի օրվա սпасելը։ Եվ Քրիստոսի օրը երբ որ եկավ, երբ որ ծնվեց, եւ մենք ողջունում ենք իրար, ասում ենք Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ, ինչ տեղի ունեցավ, սիրելիներ։ Նախ ասեմ, նորից մարգարեությունները կատարվեցին, թշնամություն էր գոյացել մարդու եւ Աստծո միջև, չէ, Եդեմի պարտեզի սկսած։ Այդ թշնամության պատը քանդվեցավ, այդ մասին գրված է Եփեսացիս թղթի մեջ 2-րդ գլուխ 14-15 համարները, մեջ տեղի բաժանող պատը քանդվեցավ, թշնամությունը վերցրավ։ Մեզի ճանապարհ բացվեց, որ դեպի Աստված մոտենանք, մեր կապը վերականգնվի, նրա այրունով մեղքերի թողություն եղավ, չէ։ Նրանով հավիտենությունը փաստվավ, սիրելիներ, նրա մահով, հարությունով, չարչարանքով, այդ ամենը սա Քրիստոսի օրն է, որ Աբրահամը տեսավ։ Ու այսօր, սիրելիներ, շատ կարևոր է, որ մենք էլ տեսնենք, որ մենք հավատքի ճանապարհը անցնում ենք, որ մենք այսպես ծնունդի առիթով շնորհավորում ենք իրար, ողջունում ենք, մենք խորը ընկալենք
որ այդ ամենը այսօր տեղի ունեցել է եւ երանի նրան, որ ոչ թե մենակ այդպես ուրախանում է, այլ հավատքով ընդունում է ու իր հոգու աշխարհում բացված է թե Քրիստոսը ինչ գործ է կատարել մեզ համար, սիրելիներ։ Եվ Հովանու թղթերի մեջ, առաջի գլխի մեջ Հովանես Առաքյալը այս ամեն այսպես ներփակված այս խորհուրդը ինքը գրում է սրա մասին, ասում է այն, որ սկզբիցն էր, ինքը սկզբիցն է եղել։ Հայտնության գրքի մեջ ասում է ես եմ սկիզբը եւ վերջը, ալֆան եւ օմեգան, այն, որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, մեր ձեռքերը շոշափեցին, կյանքի բանի համար։ Սա է Քրիստոսի օրը, սա է սիրելիներ, որ մենք էլ տեսնենք, որ սկզբիցն էր նա, որ եկավ աշխարհ, չարչարվեցավ, գերեզման դրվավ։ Առաջի Կորինթացիների 15-րդ գլխի մեջ այդպես է ասում. որովհետև ասում է ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ, գրքերի համեմատ, թաղվեցավ, երրորդ օրը հարություն առավ, գրքերի համեմատ։ Այսօր մեր հայացքը ինչին է ուղղված, աշխարհից ենք բարի լուրն առնում, թե ավետարանի խոսքից, որով հավատք է ձևավորվում, որով կենտանի հաղորդակցություն է ձևավորվում, սիրելիներ, Աստծո հետ, Աստծո որդու հետ, խոստումները ավետարանով տրվում են մեզ, մենք ուր ենք նայում, աշխարհին ենք նայում, չգիտեմ, լուրերին ենք նայում, ինչին ենք նայում, այդ ամենը կա, սիրելիներ, բայց միտեղ պիտի միշտ նայես դու, միշտ քո այդ ներսի հոգու աշխարհը կերակրվի այս խոսքով, այս հայտնություններով, որ քո ներսը բորբոքվի այդ կրակը, որ դու էլ սպասես Քրիստոսի օրվանը, այդ հայտնությանը, եւ այս հայտնության համար կուրախանաս։ Այստեղ շարունակություն ասում է, կյանքը հայտնվեցավ, մենք տեսանք եւ վկայում ենք եւ պատմում ենք ձեզ հավիտենական կյանքը, որ հորը մոտ էր եւ երևեցավ մեզ։ Այս մարդիկ իրանց աչքերով տեսան, բայց եղբայրը հիշեցրել է, չէ, Սիմեոն ծերունին եկավ, հոգով եկավ տաճար, Հիսուսին գրկեց, ասեց իմ աչքերը տեսան քո փրկությունը, սիրելիներ, այս երանությունը մեր վրա է տարածվում։ Մեր աչքերը չեն տեսել, բայց մեր հոգու աչքերով տեսնելը ավելի կարևոր է ու ավելի հայտնի, ավելի խորը բան է, քան թե աչքերով տեսնել ու ոչինչ չտեսնելը, սիրելիներ, որ շատերի հետ այդպես եղավ։ Այսօր դու պիտի կարողանաս սա տեսնել քո հոգու աչքերով, դրա համար քո ներսը պիտի ունենա այս լուրը, այս հայտնություններին պիտի հավատա, որ կարողանաս Քրիստոսի օրը տեսնել։ Երանի նրանց, ովքեր ոչ մենակ լսեցին, այլ լսեցին, ընդունեցին ու տեսան ու պահում են իրանց սրտի մեջ, ու իրանց ներսի մտածմունքը միայն դա է, թե ինչպես կապվեն Քրիստոսի հետ, որ հավիտենությունը ժառանգենք։ Եվ այստեղ երկու համար է կարդամ ու ավարտեմ խոսքս, այն որ տեսանք, լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ, եւ մեր հաղորդությունը Հորը հետ է եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի հետ է։ Եվ սա կրում ենք ձեզ, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի, սիրելիներ։ Կարելի է կատարյալ ուրախություն ունենալ Քրիստոսով։ Ոչ թե մենակ այդպես ականջով լսել, այլ սրտի, հոգու աշխարհում ընդունել, տեղ պատրաստել։ Տեսեք, ծնվավ Մսուրում, տեղ չգտնվեցավ այդ քաղաքի մեջ, ծնվավ Մսուրի մեջ, բայց այսօր Քրիստոսը թող մեր սրտերի մեջ տեղ տանք իրան, թող մեր սրտերի մեջը ծնվի, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Մոգերը չէ, եկան ու ասեցին թակավոր է ծնվել, երկրպագություն երեցին, մանուկ Հիսուսի առջև, որ Մսուրում էր, նա մանուկ էր, նոր էր ծնվել, բայց մոգերը եկան ու երկրպագություն երեցին, եղբայրներ քույրեր։ Սա միայն այդ ֆիզիկական պահը չէ, որ մարդը կարող է խոնարհվել, սա նաև ներսի խնդիր է, որ ես իմ ներսով պիտի երկրպագություն ունենեմ, իմ ներսս պիտի տեսնի, իմ հոգու աշխարհը պիտի տեսնի Հիսուսի ծնունդը, որովհետև նույն հաջողությամբ մենք ինչ ենք տեսնում, որ երբ որ մոգերը եկան Երուսաղեմ, չէ, ասեցին այդ ժամանակ Հերովդեսն էր թագավոր, որ Իսրայելի մեջ թագավոր է ծնվել, եւ գրված է, որ Հերովդեսը կարծես թե
ուզում էր այդպիսի խոսքեր ասել, չէ, գնացեք, իմացեք տեղը, որ ես էլ կամ երկրպագություն անեմ, բայց իա սրտի խորհուրդը ուրիշ էր։ Իա սրտի խորհուրդը ուրիշ էր, եւ հետո մենք գիտենք, թե նա երբ որ մոգերը ուրիշ ճանապարհով գնացին, նրա խորհուրդը նա ի կատար ածեց, իա սրտի չար խորհուրդը, որ թակավոր է ծնվել, բայց ով է այդ թակավորը, որ նա իր սրտի մեջ չընդունեց, դա Հիսուսն էր, եղբայրներ քույրեր։ Եվ այսօր Հիսուս չի ծնվել, որ մենք ուղղակի այդպես ուրախանանք միայն նրա ֆիզիկական ծնունդով։ Հիսուս ծնվել է, որ իմ ու քո կյանքի մեջ մի կարևոր գործ կատարե։ Այո, ինքը նստի մեր սրտի գահին, եղբայրներ քույրեր ջան։ Թակավորների թակավորը, որ տերերի տերն է, որ նա մսուրում է ծնվել մեկ բանի համար, եղբայրներ քույրեր, որ իմ ու քո կյանքի մեջ նա լինի թակավոր, նա լինի կյանք, ուրախություն, ցնծություն, եղբայրներ քույրեր։ Եվ դրա համար այսպես է գրված. բոլոր ժողովուրդների արժև պատրաստեցիր, Սիմեոն ծերունն է ասում։ Վասնզի իմ աչքերս տեսանք ու փրկությունդ, որ բոլոր ժողովուրդների արժև պատրաստեցիր, լույս մե հետանոսները լուսավորելու եւ փառք ու Իսրայել ժողովրդիդ։ Եղբայրներ քույրեր, Հիսուսի ծնունդը բոլոր մարդկության համար էր, հետանոսների համար, Իսրայելի համար, որովհետև բոլորը կարիք ունեին, բոլորի կյանքի մեջ կար մի խնդիր, որը, այսպես ասեմ, դարեր շարունակ էդեմական պարտեզից առաջացել էր ու չէր լուծվել, մեղքի խնդիրն էր, եղբայրներ ջան, քույրեր ջան, բայց Քրիստոսի ծնունդով բացվավ այդ դուռը, Քրիստոսի ծնունդով բացվավ այդ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, որ Հիսուսը ասեց, ես եմ ճանապարհն ու ճշմարտությունը եւ կյանքը, մեկը հոր մոտ չի գա, եթե ոչ ինձանով, եղբայրներ քույրեր։ Սա է Քրիստոսի ծնունդը եւ նույն ժամանակ կարդում ենք, որ երբ որ տաճարում էին տեր ծնողները, այնտեղ կար նաեւ Աննա Մարգարեուհին, որը Տիրոջը ծառայություն էր անում, եւ նա էլ խոսքեր ուներ, եւ այսպիսին էր նրա խոսքը. Եվ ասիկա նույն ժամին եկավ եւ Տիրոջը գոհություն տվավ ու անոր վրայով խոսեցավ այն ամենը, որ Երուսաղեմի մեջ, այն ամենուքին, որոնք Երուսաղեմի մեջ փրկության կսպասեն, եղբայրներ քույրեր։ Քրիստոսի ծնունդը փրկության սպասողների համար է, եղբայրներ ջան, քույրեր ջան, ովքեր որ փրկության կսպասեն։ Քրիստոսը յանց համար է եկել, ովքեր որ փրկության կսպասեն, Երուսաղեմի մեջ կսպասեն Մեսիային։ Եվ այսօր էլ շատ կարևոր է, գիտեք, մեր աշխարհի մեջ, թեպետ Հիսուսը եկել է 2000 տարի առաջ, բայց քանիս այդ փրկությանը կսպասեն, որ հանդիպեն։ Սպասել դա նշանակում է, որ դու սպասում ես հանդիպելու համար, եղբայրներ քույրեր։ Եթե դու սպասում ես մեկին, նպատակը ի՞նչն է, որ հանդիպես իրան։ Այդ հանդիպումը տեղի ունենա քո կյանքի մեջ։ Եվ Աստված թող օրհնե մեզի բոլորիս, որպեսզի իրոք մեր սրտերի մեջ եղբայրներս պիտի շարունակեն Տիրոջ խոսքը։ Ես մի համար էլ ուզում եմ կարդալ եւ խոսքս ավարտեմ, պիտի հայտնության գրքից, որ այսպես է գրված, եղբայրներ քույրեր։ Ահա ես կանգնած եմ եւ դուռը կթակեմ։ Սա սպասողների համար է։ Ես կարդամ այդ համարը, թեպետ մենք բոլորս անգիր գիտենք միգուցե այս խոսքերը շատ անգամ կարդացվել է, բայց Տիրոջ խոսքը կենտանի է, զորեղ է ու երկսայրի սուր է, որ թափանցում է մեր հոգու աշխարհը եւ լույսին է հանում, ամենը ճշմարտության է բերում։ Ահա ես դուռը կանգնել եմ ու կզարնեմ։ Եթե մեկը իմ ձայնը լսե ու դուռը բանա, անոր քով պիտի մտնեմ ու անոր հետ ընթրիք պիտի անեմ, անալ ինձի հետ, նա որ կհաղթե ինձի հետ իմ աթոռս պիտի նստի, ինչպես ես էլ հաղթեցի իմ հորս հետ, անոր աթոռը նստա, նա որ ականջ ունի, թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներին։
Միգուցե զարմանալի է, բայց եղբայրներ քուրեր, այո, հոգևոր կյանքը սկսվում է Քրիստոսի ծնունդով, մեր կյանքի մեջ եղբայրներ քուրեր։ Աստված յա որդու միջոցով յա խոսքով մեր սրտի թուրն է թակում, որ ես ու դու բացենք եւ Քրիստոս ներս գա, ծնվի մեր սրտի մեջ, յա թակավորությունը հաստատե, աճի մեր կյանքի մեջ, զորանա մեր կյանքի մեջ, յա խոսքը բնակվի մեր սրտերի մեջ, եղբայրներ քուրեր, եւ հաղթություն տեղի ունենա։ Դրա համար ասում է նա, որ հաղթե, եղբայրներ քուրեր, Հերովդեսը չկարողացավ հաղթել յա սրտի թակավորության մեջ, ինքը պարտվավ յա եսի արժև, յա հպարտության արժև, յա փառքի արժև։ Այսօր քանիսը այս հաղթության համար են եկել, այս փրկության համար են եկել, եղբայրներ քուրեր ջան։ Թող Աստված օրհնե բոլորիս։ Տիրոջ անունը փառավեր քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված բոլորիս օրհնի։ Իրոք ամենամեծ ուրախություն այսօր մարդկության համար այսօրն է, որ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս եւ ողորմություն անի, որ իրոք մեր կյանքի մեջ Քրիստոս ծնվի։ Չգիտեմ, ես միշտ մտածում եմ հետեւյալը, որ Աստված եկել է բոլորի կյանքում ծնվել է, ովքեր որ հավատացին իրեն։ Բայց ուղղակի կուզեի, որպեսզի մենք այս մտքի վրա լուրջ ուշադրություն դարձնենք։ Հուդա 20 համարի մեջ գրված է, բայց դուք սերներ ձեր անձեր ամենասուրբ հավատքի վրա շինեցեք։ Եղբայրներ քույրեր, ուղղակի կուզեմ խորը մտածենք, թե որն է Քրիստոսի գալությամբ ու նպատակը, ինչի համար է եկել Քրիստոս։ Այսօր շատ անձնարություններ խորը մտածում են Քրիստոսի գալության նպատակը մեկն է եկել է իրեն հոգսերին, ցավերին, խնդիրներին պատասխան տալու։ Այդպես էլ է։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք մարգարության մեջ ամենակալ Աստված ինչ է ասում ինձ եւ քեզ։ Եսայի մարգարություն 61-րդ գլխի առաջի համարից գրված է. Տեր Յովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ։ Նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու եւ կապյալներին արձակելու։ Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարի, վրեժխնդրության օր մեկ մեր Աստծո համար, բոլոր սկավորներին մխիթարելու համար։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Տերը եկել է եւ նաեւ հետեւյալի համար։ Հովաննես ավետարան 10-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք գրված է. Ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ավել։ Այսօր երբ որ մենք նայում ենք մարդկությունը ինչ է խորում մտածում կյանքի վրայով։ Երբ որ մենք նայում ենք Պողոս առաքյալը հորդորում էր մարդկանց, հիշում եք Կորինթոս եկեղեցու մեջ գրված է մարդիկ կա, որ չէին հավատում հարությանը, եւ Պողոս ինչ էր հորդորում ասելով, որ մարդիկ այսօր մտածում են հետեւյալի մասին. ուտենք, խմենք, մեկը վաղը մեռնել ենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մարդու կյանքը շատ կարճ եւ ժամանակավոր է։ Այսօր ուղղակի կուզեի լուրջ խորենք մտածենք, որն ենք ընտրելու։ Երբ որ մենք նայում ենք երկրորդ օրինաց գրքի մեջ 30-ի 10-ին համար մեջ գրված է. այսօր երկինք եւ երկիր վկայեմ կանչում ցես, կյանք եւ մահ, օրհնություն եւ անեսք ձեր առաջը դրե։ Ընտրողը մենք ենք։ Եթե այսօր ուզում ես ապրել մարմնավոր կյանքով, երբեք Աստված քեզ չի ստիպելու, գիտեք։ Ամենակալ Աստված որևիցե մեկին չի ստիպում, խնդիրներ չի ստեղծում եւ ինքը մարդուն տվել է ազատ ընտրության իրավունք։ Բայց այսօր կուզեի, որպեսզի ես եւ դու խորը մտածենք այս մասին, ինչ է մարդու կյանքի վերջը։ Առաքած գրքի մեջ երբ որ կարդում ենք ամենակալ Աստված ինձ եւ քեզ հետեւյալն հորդորում եւ ասում։ Ուղղակի կուզեմ, որպեսզի մենք սա լուրջ ուշադրությամբ նայենք։ 14-րդ գլխի 13-րդ համարի մեջ գրված է. ծիծաղելիս էլ սիրտը կտրտմի եւ նրա այսինքն ուրախության վերջը սուկ է։ Սա է մարդու կյանքը։ Եվ երբ որ մենք նայում ենք Դավիթը հարցում արեց ամենակալ Աստծուն ասելով որքան է իմ օրերի թիվը եւ Աստված ասեց ընդամենը 1 թզի չափ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք այսօր շատերս ապրում ենք այդ թզի չափ կյանքի համար։ Բայց Աստված դրա համար չի եկել։
Աստծո գալիսյան նպատակը ես եւ դու ունենայինք հավիտենական կյանք։ Իսկ սրա համար ինչ է պետք անել, որն է մեր կողմը։ Ամբողջ սրտով հավատալ, որ ինքը իրոք կյանքն է, ինքն է ուրախությունը։ Ուշադրություն դարձեք, բազում անգամ ես անդրադարձել եմ Ասապին 73-րդ Սաղմոսի հեղինակ։ Նա հավատում էր Աստծուն։ Սաղմոսների հեղինակ էր եւ հետաքրքիր է, որ իր կյանքի մեջ իր ուզածը տեղի չունեցավ, գրված է, որ քիչ է մնացել ոտքերս ծրվեն եւ բանջի մնացել կնաս կսայ։ Եվ այսօր շատերիս կյանքի մեջ էսպես է, գիտեք, երբ որ մենք ինչ-որ բան ցկտում ենք կամ ուզում ենք, չի ստացվում, մենք սկսում ենք Տիրոջից հեռանալ։ Եղբայրս, քույրս, ամենակալ Աստված եկել է քեզ տալու ամենաթանկը, հավիտենական կյանք։ Չեք եկել քո մարդկային սրտի ուզածը տալու։ Եթե որ Աստված իմ եւ քո սրտի բոլոր ցանկությունները կատարի, ընդամենը 5 րոպեով մենք նորից նույն խնդրի առաջ ենք կանգնելու։ Եվ թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք Մատթեոս ավետարան 13-րդ գլխի մեջ կարդում ենք 20-21 համարները, այնտեղ գրված է հետեւյալ մարդկանց վրայով։ Ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Եվ քարկարոտ տեղը սերմանացնա է, որ խոսքը լսելիս շուտով ուրախությունով ընդունում է, բայց արմատ չունի իր մեջ, այլ ժամանակավոր է։ Խոսքը ուրախությամբ ընդունում է, եւ խոսքը ինքը Քրիստոս է։ Հիշում եք Հովանո ավետարան առաջի գլխի մեջ գրված է սկզբում էր բանը, կամ ռուսերեն մեջ ասում է սկզբում էր խոսքը, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված է։ Այսօր մեզ պետք է լուրջ մտածել այս մասին։ Ես միշտ խորում եմ այս անձնավորությունների խորհրդի վրա, որ հոպին հորդորում են։ Եղիպաս թեմանացին շատ անգամ հոպին ցավեցրել են 3 ընկերներով։ Բայց հետաքրքիր միտք է ասում 22-րդ գլխի 2-3 համարների մեջ գրված է. Միթե մարդս ասե համար օգտակար է, այլ միայն իրեն օգտակար խելացին։ Ամենակարողի հաճությունը կների, եթե արտալն ես կամ մեկշա, եթե քո ճանապարհները ուղիղ անես։ Աստծո նպատակը սա է, եւ այսօր խելացի անձնավորությունը ո՞րն է նախընտրում եւ ո՞րն է վերցնում։ Կյանք։ Կարդացինք երկրորդ օրինաց 30-ի 10 համարի մեջ գրված էր. այսօր ձեր առաջին տնում եմ երկու վիճակ՝ կյանք եւ մահ։ Սիրելի քույր եղբայր, ուղղակի Տիրոջմով խնդրանքս է, որ ես եւ դու այսօր կարողանանք սատեսնել եւ հասկանանք, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Որ այսօր ապրենք այդ կյանքով։ Ամեն մեկ անձնավորություն իրեն կյանքի մեջ թե դժվարություն, թե խնդիրներ ունեցել եւ այդ ամեն անցել է։ Այսօր ամեն մեկ անձնավորություն մեծանում է։ Մանավանդ տարիքով քույր եղբայրներ հարց եմ տալիս, այսքան որ ապրել ենք երկրի, այսքան էլ ապրելու ենք, թե չէ։ Իմի հարցը հետևյալն է, ինչու համար Աստված մարդուն ստեղծը։ Եթե այս կար ժամանակահատվածի համար, ուրեմն մեղա Աստված մարդու անտեպ շատ դաժան է։ Որ սիրելիս Աստված սիրում է մարդուն։ Եվ այդ սերը ապացուցեց իր որդին զոհելով։ Աստված մարդուն չի ստեղծել այս կար ժամանակավոր կյանքի համար, իլ ստեղծման ու նպատակը, որ մարդը հավիտյանս ապրի իրեն հետ։ Եվ հիշում եք Հովանո ավետարան, երբ որ մենք կարդում ենք 11-րդ գլխի մեջ, ինքը Տեր Հիսուս Քրիստոսը հետևյալն է հորդորում ինձ եւ քեզ։ Գրված է. Ես եմ հարությունը կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնել կապրի, եւ ամեն որ կենտանի ինձ հավատում է, հավիտյան չի մեռնել։ Մենք հավատում ենք սրան, թե չէ։ Եթե ես հավատում եմ, ուրեմն պիտի ապրեմ այդ կյանքով։ Եվ կուզեմ անդրադառնալ հետևյալին, եղբայրներ քույրեր, Հիսուս Քրիստոս եկել է, ծնվել է այսօր մեր ամեն մեկի կյանքի մեջ։ Միայն ծնունդը բավական չէ, գիտեք, Քրիստոսը մեր մեջ պիտի բարձրանա։ Ուշադրություն դարձեք, այս համարները շատ անգամ կարդացվել է, կարդում եմ առաջի թագավորաց գրքի մեջ, հիշում եք, խոսում է Սամվել Մանուկի վրայով։ Ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը Սամվել Մանուկի համար։ Երրորդ գլխում գրված է, ներողություն, երկրորդ գլխում գրված է հետևյալ միտքը 26-րդ համար։ Եվ Սամվել Մանուկը օրեցօր մեծանում էր։ Եվ նույնն է, որ մենք կարդում ենք Ղուկաս ավետարանի մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրայով, թե Հովհաննեսի վրայով։ Գրված է Հովհաննեսի վրայով, եւ երեխան աճում էր, զորանում էր հոգով։ Եվ շարունակության մեջ Տեր Հիսուս Քրիստոսի համար երկրորդ գլուխ 52-րդ համար։ Եվ Հիսուսը զարգանում էր իմաստությունով, հասակով, շնորհքով, Աստծո եւ մարդկանց մոտ։
Այսինքն Հիսուսը այսօր իմ եւ քո կյանքի մեջ պիտի պարսանա, պիտի աճի։ Բայց հարցը հետեւյալն է. եթե իմ մեջ Քրիստոս կյանքը աճել է, ինչ կյանքով կապրեմ։ Այսօր նայում ենք մեր կյանքի մեջ շատերս նույն կյանքով ենք ապրում, նույն խնդիրներն են, նույն խնդիրներն են։ Այսինքն աճ տեղի չունեց է։ Ամենակալ Աստված խոսում էր եկեղեցու վրա, ուշադրություն դարձրեք Լավուդիկիա եկեղեցուն ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Գրված է հետևյալը. Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես, ոչ տաք, օթե ցուրտ լիներ կամ տաք, որովհետև գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փխսեմ իմ բերանիցս։ Այսինքն այսօր շատերս գաղջ վիճակի մեջ ենք։ Քրիստոսը մեր մեջ չի աճը։ Ամենակալ ասոյ նպատակը սա է, որ մեր մեջ այդ կյանքը բարձանա, մարդիկ տեսնեն Քրիստոսին։ Ծնվել է մեր կյանքի մեջ, ընդունել ենք Քրիստոսի ծնունդը մեր մեջ, բայց մեր մեջ Քրիստոս կյանքը չի աճել։ Ուշադրություն դարձրեք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, Հովհաննես ավետարան 4 գլխում գրված է հետևյալը. հիշում եք, աշակերտները գնացին հաց բերելու, երբ որ եկան Հիսուսին ասեցին, ինչ որ բան կերել ես, Հիսուսն ինչ պատասխանեց, 34 համարի մեջ գրված է, Հիսուսը նրանց ասաց, իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամ կանեմ եւ նրա գործերը կատարեմ։ Եթե այսօր դու չես կերակրում Քրիստոսին, հարց եմ տալիս, Քրիստոս քո մեջ կա, չի։ Պրոբլեմը սա է, այսօր մեր շատերիս կյանքի մեջ Քրիստոս չի աճել, մնացել է Քրիստոս կյանքը մեր մեջ գաղջ։ Որն է պատճառը, որովհետև մենք չենք կերակրել։ Հիշում եք Սուրբ Գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք ամենակալ Աստված Եփեսոս եկեղեցու մեջ հետևյալն էր ասում. միք տրտմեցնեք Սուրբ Հոգին, եւ Թեսաղոնիկեի թղթերի մեջ գրված է միք մարեք Սուրբ Հոգին։ Այսօր շատերիս կյանքի մեջ Քրիստոս կյանքը մարել է։ Շատերիս կյանքի մեջ Քրիստոս տրտմած է։ Որն է պատճառը, որովհետև չես կերակրում։ Այսօր մենք ավելի շատ կերակրում ենք մարմնավորը, քան թե հոգևորը։ Եվ մենք խորը մտածում ենք, որ մեր մեջ Քրիստոս պիտի աճի, ոչ սիրելիս։ Խնդրանքը հետևյալն է, այսօր մեր մեջ իրոք ծնվել է Քրիստոս։ Այսօր մեր մեջ պիտի աճի, իսկ աճելու համար բարենպաստ պայման ստեղծողը դու ես։ Երբ որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ սերմնացանի առակը, այնտեղ խոսում է 4 տիպի անձնավորությունների վրա. ճանապարհի եզրը, քարկարոտ տեղը, փշոտ տեղը եւ պարարտ թողը։ Աստվածը որովհետեւ մեկին պարարտ չի ստեղծել։ Պարարտ ստեղծում է այն անձնավորությունը, որը միտք է առնում, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Ուշադրություն դարձրեք 13-րդ գլխի մեջ կարդում եմ հետևյալը, ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Բայց բարի երկրում սերմանացնա է, որ խոսքը լսում է եւ իմանում է։ Միշտ թարգմանության մեջ գրված է միտք է առնում։ Միտք է առնում, որ կյանքը Քրիստոս է։ Միտք է առնում, որ այս կյանքը ժամանակավոր է։ Հիմա հարց եմ տալիս ինձ եւ քեզ։ Մենք հավատում ենք, որ այս կյանքը ժամանակավոր է եւ Աստված մեզ համար հավիտենական կյանք է պատրաստել։ Եթե հավատում ենք, ինչու համար իմ եւ քո կյանքի մեջ Քրիստոս չի բարձացել։ Ուշադրություն դարձրեք, իշքան անգամ ես անդրադարձել եմ Մովսես անձնավորությանը։ Մովսեսը չի ծնվել հավատացյալ երկրի մեջ, ծնվեց Եգիպտոսում։ Ընդամենը մայրը եւ հայրը կար ժամանակատված կարողացան պահել եւ դրեցին ջրերի վրա։ Հարց եմ տալիս, այդ մանուկը հոր մոր հետ տան մեջ ինչ պիտի սովորեր։ Տեղափոխվավ Փարավոնի աղջկատուն։ Մայրը գնաց իրեն հետևից եւ գրված է, որ կերակրեց նաև հոգեորապես եւ այդ կերակրվածը, այդ կատը, ծնունդը Մովսեսի մեջ աճեց։ Եվ երբ որ մենք կարդում ենք Եբրայեցիս 11:6 համար մեր ներություն, Եբրայեցիս 11-ի կարդամ 26-րդ համարում հետեւյալ միտքն ասում ինքը ամենակալ Աստված։ Քուրես ջան, եղբայրներ ջան, այսօր մեր կյանքի մեջ այդ կյանքը պիտի աճի։ Կարդամ 24 համարից։ Հավատքով Մովսեսը երբ որ մեծացավ, այսինքն Մովսեսի մեջ աճեց Աստծո խոսքը։ Աճեց եւ ինքը սա հասկացավ։ Սրա հետևանքն էր, որ ինքը մերժեց Եգիպտոսը։ Ուշադրություն դարձրեք ինչ է մերժում։ Ավելի լավ համարած Աստծո ժողովուրդներ չաչավել, քան թե մի առ ժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Մովսեսը հասկացել էր, որ մի առ ժամանակվա համար է այդ զվարճությունը։ Որովհետև շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք, ինքը ավելի նախընտրեց այդ հալածանքը, այդ տառապանքը, այդ ամեն անարգանքը,
Ավելի լավ համարեց Աստծո ժողովրդեր չարչարվել, քան թե մի ժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատիկը եգիպտացիների հարուստ գանձերից, որովհետև աշկը տրած մտիկ էր տալիս վասկի հատուցմանը։ Մովսեսի վասկը հավիտենական կյանքն էր։ Իսկ այդ հավիտենական կյանք ունենալու համար Սերմնացանի առակի մեջ երբ որ մենք կարդում ենք գրված է միտք առավ եւ ինքը իրեն պարարտ սարքեց։ Այսօր մեր կողմն է պարարտ հող Քրիստոս մանկան համար։ Մի հարց եմ տալիս, այստեղ շատ մայրեր կան եւ շատերը շատ երեխաներ մեծացրել են։ Եթե բարենպաստ պայման չես ստեղծում, երեխային ժամանակին չես կերակրում, հարց եմ տալիս, երեխան կմեծանա։ Այսօր Քրիստոս իմ եւ քո կյանքի մեջ ծնվել է։ Իսկ այդ բարենպաստ պայմանը ստեղծողը ես եւ դու ենք։ Եթե ոչ մեր մեջ Քրիստոս կյանքը չի աճ։ Գուրեր ջան, եղբայրներ ջան, նորից եմ ասում, Հովանու ավետարանի մեջ գրված է Տեր Հիսուս Քրիստոսը ինչ ասեց. Իմ կերակուրը, որ ինձ ուղարկողի կամքը անեմ եւ նրա գործերը կատարեմ։ Իսկ որն Աստծո կամքը։ Աստված ընդամենը մեկ կամք ունի։ Երբ որ մենք կարդում ենք Ծննդոց գրքից մինչև հայտնություն, մարդուն տեղափոխի դեպի հավիտենություն։ Կատարյալ անձնավորություն Ադամ մեղանչեց, բայց Աստծո ծրագիրը կամ Աստծո կամքը չխափանվեց։ Եվ ուշադրություն դարձեք, Իսրայելը մերժեց, ետ դարձավ ամենակալ Տիրոջից, երեսը թեքեց, Աստծո ծրագիրը չխափանվեց։ Օտար աստվածներ պաշտեցին, Աստված իր ծրագիրը չխափանեց։ Եվ ամեն անգամ պատրաստ է Աստված մարդուն ընդունելու եւ տալու հավիտենական կյանք։ Միայն թե մարդը ամբողջ սրտով հավատա, որ կյանքը Քրիստոսի մեջ է եւ իրեն մեջ այդ կյանքը աճ է։ Եվ ես հավատում եմ հետեւյալը, այն անձնավորությունը, որի կյանքի մեջ Քրիստոս կյանքը աճել է, այդ մարդը իրոք ապրի Քրիստոսի հետ։ Ինչի համար այսօր մեր կյանքում օշնություններ չկա, որն է պատճառը։ Չէ՞ որ ամենակալ Աստված ասում է իր գալիսյան նպատակը սա է։ Նորից կարդամ Եսայի մարգարության 61-րդ գլխի մեջ գրված հետևյալ տողերին. Նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու, սկավորներին մխիթարելու։ Ինչի համար իմ եւ քո կյանքի մեջ սա չկա։ Որն է պատճառը։ Սա համար խնդրանքս հետևյալն է. քուրես ջան, եղբայրներ ջան, ամբողջ աշխարհը ավետիսը տալիս է մեկը մեկուն։ Ամբողջ աշխարհը, գիտեք, Եվրոպայում Միացյալ Նահանգներում ծնունդը դեկտեմբերի 25-ին է նշում, բայց նաև հունվարի 6-ին նորից մեկը մեկին ավետիս է տալիս Քրիստոսի ծննդյան վրայով, բայց մի հարց եմ տալիս, իմ եւ քո կյանքի մեջ Քրիստոս որ ծնվել է, աճել է թե չէ։ Ուղղակի կուզեի, որ լույս նայենք սրան, ուշադրություն դարձեք, երբ որ կարդում ենք ամենակալ Աստված ինձ եւ քեզ ինչ է սորացնում։ Ուշադրություն դարձեք, սա գրված է մեր բոլորի համար։ Երբ որ իմ մեջ Քրիստոս կյանքը ծնվում է, իմ մեջ ձևակերպվում է երկու վիճակ, երկու կյանք, հինը եւ նորը։ Գաղատացիս 5-րդ գլխի մեջ գրված է 5:17 համարում հետեւյալը, որտեղ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմնին հակառակ, եւ սրանք իրար հակառակ են։ Իմ եւ քո կյանքի մեջ երկու բնություն կա՝ մարմնավորը եւ հոգեվորը, որին որ կերակրես, նա էլ պիտի աճի։ Հիսուսն ասում էր. իմ կերակուրը Աստծո կամքը կատարելն է, եւ նա գործերը կատարել է, պատմել է։ Հիմա հարցս հետեւյալն է. ես եւ դու որին ենք կերակրում, հնին թե նորին։ Ինչի համար իմ մեջ Քրիստոս կյանքը չի ձևակերպել, ինչի համար չի աճը, որն է պատճառը։ Եղբայրներ քույրեր, եթե իմ մեջ Քրիստոս կյանքը աճի, պատկերացրեք ես բաժակի մեջ իշքան որ ջուր լցնես, վերջնակետում կհասնի մեկտեղ, որ ամբողջովին կլցվի։ Այնտեղ էլ ուրիշ բան չի լինի, բացի ջրից։ Եթե իմ մեջ Քրիստոս կյանքը աճել է, այնտեղ մարմնավորությունը տեղի չի ունենա, մարմնավորությունը երբեք չի գործի։ Թող Աստված օգնական լինի։ Նորից եմ ասում, այսօր ամենակալ Աստված իրոք ուզում է ամեն մեկից հորդորել եւ ասել, որ ինքը ծնվել է մեր կյանքի մեջ, բայց այսօր ուզում է որպեսզի աճի։ Իսկ այդ աճելու համար նախապայմանը կամ բարենպաստ պայմանը ստեղծողը դու ես։
Թող Աստված օգնական լինի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր։ Պողոս Արաքյալը մի հարցում մի քիչ դժվարացել է, խնդրել է Սուրբ Հոգուն, որ կարողանա ինքը պատմել այդ խորհրդի մասին, գրված է 2 Կորինթացիս 9-րդ գլուխ 15 խոսք։ Եվ շնորհակալություն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար։ Եթե Պողոս Արաքյալը գրում է, որ դա այդ պարգևը անպատմելի է, առավել եւս այսօր մենք թող Սուրբ Հոգին բացե, որ մենք կարողանանք այդ անպատմելի պարգևի մասին խոսել։ Քույրեր, եղբայրներ, ես մտածում եմ, որ Աստծո պարգևը, նվերը մարդկության համար այնքան թանկ է, որ աշխարհի ստեղծումից մինչև աշխարհի վերջը բոլոր պարգևները, պարգևավճարները, ընծաները, նվերները գումարած իրար չարժեն մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Քրիստոսի ծնունդը երկու կողմ ունի, եղբայրներ, քույրեր։ Մեկը արտաքին նկարագրությունը, ինչպես ծնվավ, ովքեր լուրը տվեցին, որտեղ ծնվավ, այս արտաքին նկարագրությունը, ծնունդի պատմությունը, բայց եղբայրները խոսեցին, ինչքան ես լսեցի, խորհրդի մասին, Քրիստոսի ծնունդի խորհրդի մասին, եղբայրներ, քույրեր, ինչքան կարևոր էր, Աստվածապաշտության մեջ կա օրենք, կա Աստված, որ տվեց Մովսեսի ձեռքով օրենքը, եւ կարելի էր կատարել, ապրել, Աստծուն ապրել հաճելի, իր պատվերները, պատվիրանքները կատարել եւ ապրել։ Հիսուս Քրիստոսը ինչի մեջ եղավ։ Չէ որ կար օրենք, Աստծո կամքը, պատվիրանները եւ կար Աստված, եւ մարդիկ կարող էին այդ օրենքներով լինել հաճելի Աստծուն, կատարեին, ապրեին եւ արդարանային։ Բայց Սուրբ Գիրքը, եղբայրներ, քույրեր, ասում է, որ օրենքը յուրաքանչյուր մարդու աշխարհում բոլոր մարդկանց բերանը խփեց։ Կարդացել եք այդպիսի տեղեր, որ ամեն բերան խփվի եւ բոլոր աշխարհ Աստծո առաջին դատապարտ լինի։ Դուք գիտեք, որ մարդը իր ծնունդով դատապարտված է մահվան։ Մարդու ծնունդը, իր էությունը, տեսակը աշխարհի բոլոր մարդկանց ի վիճակի չէ արդարանալ Աստծո առաջ, ոչ իր արժանիկով, ոչ իր ծնունդով, իր բնությունը, այսինքն Հռոմայացիս թղթի մեջ գրված է արդար չկա, մեկն էլ չկա։ Ոչ մի մարդ այս աշխարհում չի ծնվում Աստծո առաջ արդար։ Գիտեք, ոչ մի մարդ Աստծո առաջ չի, իսկ եթե մարդը արդար չլինի, Աբրահամը արդարացավ, մտավ երկինք, Նոյը իր դարի մեջ եղավ արդար, Աստծո խոսքով արդարացավ, եթե մարդը արդար չլինի, ինքը կմտնի երկինք։ Ինչպես պետք է արդարանանք, երբ որ մենք ծնվել ենք մեր բնությամբ, մենք ծնվել ենք մեր բնությամբ մեղավոր, մահվան դատապարտված, մեղքի վարձքը մահն է, Աստծո շնորհքը հավիտենական կյանք, մեր ծնունդը, մեր տեսակը կյանքի, մենք դատապարտված ենք մահվան, եղբայրներ, քույրեր, մենք հավիտյանս հավիտենից ապրելով այս սրտով առանց Քրիստոսի, մենք Աստծուց հավիտյան հեռու, մեր հավիտենությունը խավարի մեջ պիտի կորսվենք, դժոխքի մեջ
կրակի մեջ, հավիտյան Աստծուց հեռու պիտի ապրենք, մեր բնությունը արդարանալու ոչ մի տեղ չունի։ Դա եղբայրներ քույրեր, դա անհնար էր։ Աստված իր որդին ուղարկելով մի բան է, մի հրաշք է կատարել մեր կյանքում։ Հռոմայեցիս թղթի մեջ գրված է, եւ ուզում եմ կարդալ 8-րդ գլխից հետևյալ խոսքերը։ Ես աշխարհում իմ համար ամենախելացի մարդը աշխարհում, իմ համար ամենախելացի մարդը աշխարհում Պողոս Առաքյալն է, որ այնքան է լուսավորվել, որ կարողացել է տեսնել իր ծնունդը, կարողացել է Քրիստոսի խորհուրդը, Աստված իրան այնքան է լուսավորել եւ այդ լույսի մեջ է ինքը խելացի, որ կարողացել է Քրիստոսի խորհուրդը հայտնել եւ դա հայտնություն է։ Իրոք եղբայրները խոսեցին Քրիստոսի մասին, բոլորը գիտեն այդ պատմությունները, բայց ինչ օգուտ, երբ որ նա իմ կյանքի մեջ նրա գործը չկա։ Եսայի մարգարեն ասում է. Տեր ով հավատաց մեր լուրին, Տիրոջ բազուկը որու հայտնվեցավ։ Աշխարհը գիտե նրա մասին, բայց ինչ օգուտ, երբ որ նրա կյանքի հայտնությունը իմ մեջ չկա։ Երբ որ նրա գործը իմ սրտի մեջ չկա, եւ ես ապրում եմ հին մարդու մեջ, եւ ես ապրում եմ աշխարհիկ կյանքով, եւ ես ապրում եմ աշխարհի հավատքով, ատամական բնությունով, եւ չեմ օգտվում նրա շնորհքից, իմ համար ինչ օգուտ, աշխարհի համար ինչ օգուտ, որ Քրիստոսը եկել է, երբ որ նրանք նույն մեղքի եւ ատամական բնության, աշխարհի սկզբունքների, երկրավոր կյանքի, մարմնավորության, մարդկային փառքի մեջ ենք, ինչ օգուտ, որ Հիսուսը եկել է, նրա գործը հայտնի դարել է քո կյանքում, քո սրտի մեջ հայտնի դարել է, նա լուսավորել է, դու տեսել ես, որ քո անձամբ քո կյանքի մեջ անհնարը հնարավոր է դարձրել, որտեվ ես բացել եմ Հռոմայեցիս 8-րդ գլուխը կարդալու 3-րդ խոսքից, որովհետև այն, որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառով, Աստված իր որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունով եւ մեղքի համար մեղքին դատապարտեց այն մարմնումը։ Եղբայրներ քույրեր, Աստծո որդին, Աստված իր որդու հետ որոշեց միաբան այն անհնարը դարձնել հնարավոր։ Նա եկավ, մարմին հագավ, որպես միածին Աստված հայտնվավ մարմնում եւ ինքը իր ծնունդով անկրկնելի էր, որտեվ Սուրբ Գույսը Սուրբ Հոգից հղիացավ եւ Աստծո որդին ինքը պիտի լիներ այդ պատարակը, այդ զոհը, ինքը պիտի իր վրա վերցներ մեր մեղքը, խաչեր ատամական բնությունը, ցույց տար, լուսավորեր մեր բնությունը, որ մենք ծնվել ենք մահի մեջ, եւ եթե ապրենք այսպես առանց Աստծո որդու վրա եղած հավատքով ապրենք, մենք դատապարտված ենք մահվան, մենք կորսված ենք։ Եվ ինքը մեղքը հայտնի դարձրավ մարդու ներքին աշխարհում, որտեղ ինքը ասեց. ես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ինձ հավատացողը խավարի մեջ չմնա։ Եղբայրները հիշեցրին այդ խոսքը, մահի ստվերի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Այդ լույսը լուսավորեց մարդու հոգու աշխարհում, ցույց տվավ իր ներսի կյանքը եւ ցույց տվավ, որ մարդը հավիտյան դատապարտված է մահվան եւ Աստծուց հեռու ապրելու հավիտյան իր հավիտենությունը անցնելու խավարի մեջ, անցնելու ոչ փառքի մեջ։ Եղբայրներ քույրեր, բայց Տեր Հիսուս Քրիստոսը անհնար էր օրենքի կողմանը լուծել այդ հարցը,
անհնար էր, նա հակավ մարմին, նա մարդացավ, եկավ աշխարհ եւ լուսավորեց մարդկությանը, ցույց տալով իրանց ներքին աշխարհը, մեղքը խայտառակեց, բացեց ադամական բնությունը, ցույց տվավ մեր ներքին աշխարհը, ցույց տվավ մեր անկարողությունը, ցույց տվավ, որ մենք պարծենալու ոչինչ չունենք եւ խափանեց մեր պարծանքը, փագեց մեր բերանը եւ ցույց տվավ, որ մենք հավիտենական մավան դատապարտված ենք։ Արդյոք դա հայտնի դառել է քո կյանքում։ Սա է խնդիրը։ Այսօր մենք տոնում ենք, ուրախանում ենք, բայց գիտեք, Եփեսացիս թղթի մեջ Պողոս առաքյալը հետարքիր խոսք է ասում եւ ուզում եմ կարդամ։ Եփեսացիս 5-րդ գլխի մեջ հետևյալ խոսքերը. Հիսուսը ինքը ասեց, լույսը ես եմ, ով որ իմ հետևից կա, խավարի մեջ չի մնա։ Խավարի մեջ գնացող ժողովուրդը չգիտե ուր է գնում։ Մենք էլ ենք մի ժամանակ այդպես ապրում ենք խավարի մեջ, կուրացած, մեր մտքերը կույր, մեր մտքերը խավարված, տգիտության պատճառով, անաստված, բայց Եփեսացիս թղթի մեջ Պողոս առաքյալն ասում է, բայց ամեն բան լույսիցը հանդիմանված հայտնի է լինում, վասնզի ամեն բան, որ հայտնի է լինում, լույս է։ Եղբայրներ, քույրեր, Քրիստոսի հայտնությունը որքան է հանդիմանել մեզ։ Այդ հանդիմանությունը մենք տեսել ենք մեր կյանքի մեջ, ցույց տվել է մեր մահ բնությունը, որ մեկ մարդու ձեռքով մեղքը մտավ աշխարհ եւ այն մեղքովն էլ մահը եւ մահը տարածվեցավ ամեն մարդկանց վրա, ցույց տվել է, որ ես ծնվել եմ իմ մեջ մահը կրելով, ծնվել եմ Աստծուն թշնամի, ծնվել եմ Աստծո բնությանը հակառակ, ծնվել եմ Աստծուն որպես կյանք մերժած, բոլորովին հակառակ Աստվածային էությանը, Սուրբ Հոգին, լույսը Քրիստոսը ցույց տվել է մեզ, հայտնի դարձրել է մեր կյանքի մեջ մեր էությունը, մերկացրել է մեր հին մարդը, թե չէ։ Եթե չէ, եղբայրներ, քույրեր, կարող ենք այսօր էլ տոնել, մյուս տարի էլ տոնել, բայց եթե Քրիստոսի հայտնությունը իմ ներքին աշխարհը չի լուսավորել, այդ լույսը չի բացել, ես կհամաձայնվեմ իմ ընտրությունը կատարել։ Եթե Քրիստոսը չի բացել, որ իմ մեջ կյանք չկա, որտեղ Հովհաննեսն ասում է, կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր, սա ուզում է ասել, որ մարդու մեջ կյանք չկա։ Եվ այդ լույսը բացել է իմ մեջ, որ իմ մեջ կյանք չկա։ Քրիստոսը, եղբայրներ, քույրեր, լույս եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարը ավելի սիրեցին, որտև իրանց գործերը չար են։ Մարդը սիրեց իր մարդկային փառքը, եւ ինչի մարդը չի լուսավորվում, որտև անձի կյանքն է սիրում, իրա փառքն է սիրում, իր եսն է սիրում է մարմնավորը, սիրում է մարդկանց առաջ երևալը, սիրում է իր անձի կյանքը, սիրում է իր կամքով ապրելը, դրա համար մարդը չի լուսավորվում։ Դրա համար լույսը աշխարհ եկավ, բայց բոլորը չէ, որ լուսավորվան։ Կարող ենք բոլորս տոնել, ուրախանալ, բայց բոլորի ներքին աշխարհում չէ, որ հայտնի դառավ իր էությունը ու բնությունը, որտև եթե մարդու անկարող վիճակը չի բացվի, Քրիստոսի գործն էլ իրան չի բացվի։ Եթե մարդու մեջի մահը չի բացվի, սուտը չի բացվի, մարդու աբականված էությունը չի բացվի, Քրիստոսն էլ իրան չի բացվի։ Դա օրենքը արավ, օրենքը խփեց մեր բերանը, իսկ Աստծո որդին եկավ օրենքի արդարությունը մեր մեջ կատարելու եւ ասելու ինձ եւ քեզ, եթե Հիսուսին կյանք ընդունես, եթե Քրիստոսին կյանք ընդունես, ոչ թե հավատաս ընդամենը ինչպես աշխարհիկ հավատքով, մարդկային իմաստությունով, Աստված կա ամեն բան, այս պատմություններին հավատում եմ, ծնվել եթե Քրիստոսին ընդունես, հավատաս որպես կյանք,
օրենքի արտարությունը քո մեջ, քո բնությունը կփոխվի։ Որտեվ հավատքդ կփոխվի, հավատքդ անձից կդառնա դեպի Քրիստոսը, եւ երբ որ Քրիստոսին հավատաս որպես կյանք, Աստծո օրենքները կկատարվի այդ սրտի մեջ։ Որտեվ այդ օրենքները մեկն է եղել պահող, Աստծո որդին։ Ինք ասեց, ես չեկա օրենքը քանդելու, այլ օրենքը կատարելու։ Եվ եթե Քրիստոսին մարդը չի ընդունում որպես կյանք, իր կյանքում անհնար է կատարվի Աստծո օրենքները, անհնար է։ Ինքը մնում է, եթե մարդը չի եկել այդ վիճակին, որ կյանքը Քրիստոսն է, մնացել է, այսինքն հիները չեն անցել, որտև Սուրբ Գիրքն ասում է, եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է, հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Աստված նորոգեց մեր բնությունը Քրիստոս անձի միջոցով, շնորհք ցույց տվավ Հայրը սիրելիի միջոցով, ուզեց անհնարը հնարավոր դարձնել։ Այն, որ մարդը ինքը դատապարտված է մավան եւ տեսել է, որ իր կողմից հույս չկա, եւ այսօր շատերը չեն ապաշխարում, մի պատճառով ասում են եղբայր կամ ընկեր, մեր մոտ անհնար է օրենքները կպահել, գիտեն, որ եկա դառահավատացյալ մեկ է, չեմ կարողանալու Աստծո պատվիրանքներով ապրելու, եւ դա արգելում է մարդկանց գալու Տիրոջը, բայց Աստված, եղբայրներ, քույրեր, մի տարբերակով իր որդուն աշխարհ ուղարկեց, որ երբ որ մենք հավատանք նրան որպես կյանք, եւ մեր հավատքը փոխվի ավետարանի վրա եւ Աստծո խոսքի վրա որպես կյանք, մեր բնությունը կփոխվի եւ օրենքները իր մեջ կկատարվի, որտեվ քո կյանքը Քրիստոսն է, նախանձը նահանջում է, մարմնավորը նահանջում է, մեղքի մարմինը խափանվում է, օրենքի լրումը սերն է, սերը իր ընկերին չար չի անել, երբ որ Քրիստոս հագնես, Աստվածային բնությունը հագնես, Աստծո օրենքները կկատարվին քո հոգու աշխարհում, դրանք չի կատարվում, անհնար է, առանց Քրիստոսին կյանք ընդունելու, անհնար է Աստծո առաջ հաճելի ապրել, ինքդ քեզ մի խապես սիրելի հավատացյալ, որ նստած ես այստեղ, լսում ես, չգիտեմ շատ բաներ գիտես պատմությունները, ժամանակագրությունները, ինքդ քեզ մի խապիր, Քրիստոսը քո կյանքը չէ, անհնար է հաճելի լինել Աստծո առաջ, կատարել նրա օրենքները, որտև այդ օրենքները միայն կատարել է Աստվածային բնությունը, Աստծո որդին Հիսուս Քրիստոսը։ Եղբայրներ, քույրեր, դրա համար Հայրը վկայեց իր որդու մասին եւ ասեց, Հայրը վկայեց իր որդու մասին հետեւյալը ասելով, եւ ուզում եմ կարդամ Հովանու թուղթ, առաջի թուղթ Հովանու 5-րդ գլխից բոլորիս ծանոթ հետեւյալ խոսքերը։ Որովհետև սա է վկայությունը, որ Աստված վկայեց իր որդու մասին։ Ով որ հավատում է Աստծո որդուն, վկայություն ունի իր անձումը, ով որ չէ հավատում Աստծո որդուն, ստախոս է արել նրան, որ չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր որդու մասին, եւ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվավ մեզ, եւ այս կյանքը նրա որդու մեջ է, ով որ որդուն ունի, նա կյանք ունի, ով որ Աստծո որդուն չունի, կյանքը չունի։ Սա գրում է Հովանես։ Եվ ինչ է նշանակում ունենալ Աստծո որդուն։ Ինչ է նշանակում հավատալ Աստծո որդուն։ Եղբայրներ, քույրեր։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ 36 խոսքն ասում է. Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, որդուն չհնազանդողը կյանքը չի տեսնի։ Հավատալ նշանակում է հնազանդվել Աստծո խոսքին։ Որտեվ այսօր մենք շատերս ասում ենք, շատ լավ հավատք ունի, չգիտեմ մեր հարևանը, աղջիկս, հարսս, տղաս, թոռս շատ լավ հավատք ունի, եւ անցնում են տարիները։ Ինչ է նշանակում հավատք ունենալ։ Հավատքը, եղբայրներ, քույրեր, Քրիստոսի վրա եղած հավատքը մենք հետներս աշխարհ չենք բերում, դա գործողություն է, օրենքի գործողությունն է, որ մեր բերանը խփելով
մեզ բերավ այն հավատքին, որ Քրիստոսն է կյանքը։ Դա եղբայրներ քույրեր, Աստծո բազուկն է, դա հայտնություն է, դա Քրիստոս կյանքի վրա եղած հավատքը, եղբայրներ քույրեր, դա հայտնություն է, որ իմ կյանքն է, իմ ապրելու իմաստն է, ինչպես Պողոս առաքյալն է գրում, սկզբից ասի, նրա նման Քրիստոսի խորհուրդը ոչ մեկը չի կարողացել այդպես խորը հայտնել, Աստված իրան է օգտագործել։ Եվ ասում է, որ Քրիստոսը մեզ համար եղավ Աստվածանից իմաստություն եւ արդարություն, եւ սրբություն, եւ փրկություն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Նա է կյանքը, նա Աստծուց մեզ համար եղավ իմաստություն, մեր իմաստությունը, իմաստուն են այն մարդիկ, ովքեր այս աշխարհում տեղյակ են Աստծո գործից, Քրիստոսի խորհրդից, նրանք են արդարանում, սրբվում եւ փրկվում, որտեղ այդ արդարությունը կատարել է Աստծո որդին, մեզ լավագույն հույս է բերել երկնքից, հոր առաջ երևալու, իրա ձեռքով է կատարել, իրա անձով է կատարել, իրա ինքը առաջինը իրա անձը դրեց եւ հոր առաջ երևաց, ոչ թե օտար արյունով, օտար, չգիտեմ, պատարակներով, բուն իրա կյանքը դրեց եւ երևաց հոր առաջ։ Եվ սա օրինակ է մեզ, ուզում ես կյանքը չտնես և երևաս հոր առաջ, ուզում ես քո ցանկություններով ապրես և երևաս հոր առաջ, ուզում ես ասես շնորհակալ եմ Հիսուս ջան, որ ծնվել ես և գնաս քո հին կյանքով ապրես, ուզում ես գնաս հինը ապրես, անձդ հաճեցնես, մարմնավոր, երկրավոր, աշխարհիկ կյանքով ապրես, ուրախանաս երկրավոր բաներով, մարդկային ուրախություններով եւ ուզում ես երևալ հոր առաջ, Քրիստոսը դրա համար է եկել, նա եկել է, որ մենք կառուցվենք իր վրա, ինքն է որդը, մենք ճյուղերը, մենք ուրիշ ծառի ճյուղ ենք եղել, անպտուղ ծառի ճյուղ ենք եղել, անպտղաբեր, Աստծուն պտուղ չբերող ենք ծնվել, բացարձակապես թշնամի ենք եղել, եւ Աստված ուղարկեց իր որդին, երբ որ մենք ոչ թե բարի էինք, լավն էինք, լավ գործեր ունենք, այլ մենք թշնամի էինք, Աստված շնորհ արեց, ուղարկեց իր որդին, որ մեզ կենթանացնե իր համար, եղբայրներ քույրեր, հիմա որ դու կենթանացել ես, ուրախանում ես, ինչ կյանքով ես ապրում, եթե Քրիստոսը մեզ համար մեռավ եւ հարություն առավ եւ իր անձը դրեց եւ մեզ իր այրամբ գնեց, որ դու լինես իրանը, ոչ թե ապրես աշխարհի կյանքով, նա լուսավորեց մեր հոգու աշխարհը ցույց տալով սուտը, որ մենք ապրենք բացարձակ արժեքի համար, բացարձակ կյանքի, հարստության, անմահության համար, նրա միջոցով եղավ անմահությունը, ինքը խապանեց մահը, լույսի մեջ բերավ կյանքն ու անմահությունը ավետարանի միջոցով, ինքը հաղթեց մահին եւ բերեց այդ հաղթությունը ամեն մեկիս իր ծնունդով, իր կյանքով, որ մենք չվախենանք մեռնելուց, որ մենք այս աշխարհը չհամարենք վերջը, որ մենք 80-90 տարին չհամարենք վերջը, որ մենք չափսոսանք այս աշխարհի համար, որ մենք չափսոսանք այս երկրավոր կյանքի մեր անձի մարմնի համար, նա բացեց հավիտենությունը, շարունակություն կա երկնքում, մեծ փառք կա եւ այդ փառքը Հիսուս Քրիստոսով է արժանանալու ամեն մարդ իր կյանքի մեջ։ Եվ այս ճոխությունը, եղբայրներ քույրեր, Պողոս առաքյալը ինչի եմ ասում, որ ինքը ամենամեծ, ինքը Disconnected. մի հատ համար կարտամ, վերջի համարը։ Այն խորհուրդը, որ ծածկված էր հավիտենից եւ դարերից, իսկ հիմա հայտնվեցավ իր սուրբերին։ Այս խորհուրդը ամեն մեկին չի հայտնվի։ Բոլորը կարող են զվարճանալ, ուրախանալ,
տոնը իրանց համար հատուկ կերակուրներ պատրաստեն, ուտեն, խմեն, իրար շնորհավորեն, բայց գնան ապրեն հին կյանքով, հավատալով անձին, աշխարհի կյանքին։ Այս խորհուրդը սուրբերին է հայտնվում։ Նրանք, ովքեր սիրել են Աստծո օրենքը եւ նրա կամքի համաձայն ապրել են ուզում, Քրիստոսի խորհուրդը հայտնվել է սուրբերին, որոնց Աստված կամեցավ ցույց տալ, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հետազոտներում, որ է Քրիստոսը ցեզանում այն փառքի հույսը, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այս խորհրդի մեջ մեծ ճոխություն կա։ Այս խորհուրդը իր մեջ բերեց անմահությունը, ցույց տվեց, որ այն ժամանակ, որ Հիսուսը, այն ժամանակ, որ Աստված ստեղծում էր ամեն բան ստեղծեց իր որդու համար։ Նրանով, նրա համար եւ դեպի նա է ամեն բան, նրան լինի փառք հավիտյանս հավիտենից ամեն։